Բոլոր կարդինալները, որոնք կընտրեն հաջորդ Հռոմի պապին, ժամանել են Հռոմ, երկուշաբթի օրը հաղորդել է Վատիկան Նյուզ պորտալը։ Բոլոր 133 կարդինալները, որոնք եկել են աշխարհի տարբեր ծայրերից, գտնվում են Հռոմում, ասվում է հայտարարության մեջ։ Նրանք կհավաքվեն չորեքշաբթի մայիսի 7-ին Վատիկանում Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար։ Միջոցառումը կսկսվի տեղական ժամանակով 16:30-ին։ Կոնկլավի մասնակիցները պետք է օրը մի քանի անգամ քվեարկեն, մինչև թեկնածուներից մեկը ստանա ձայների 2/3-ը գումարած առնվազն 1 լրացուցիչ ձայն։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ին առավոտյան 89 տարեկան հասակում ծանր հիվանդությունից հետո։ Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Գերմանիայի կանցլերի պաշտոնում նրա վերջին օրը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի քարտուղար Շտեֆեն Հեբեստրեյտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Իր ժամկետի ավարտին կանցլեր Շոլցը այսօր կեսօրին հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ, ասել է նա։ Հեբեստրեյտի խոսքով Ուկրաինայի հակամարտությունը եւ դրա հետևանքները կանցլերի պաշտոնավարման ժամկետի վրա ավելի մեծ ազդեցություն են ունեցել, քան որևէ այլ առանձին իրադարձություն։ Մամուլի քարտուղարի խոսքով Շոլցը շնորհակալություն է հայտնել Զելենսկուն սերտ համագործակցության համար։ Նա ընդգծել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային սերտ համագործակցությամբ եվրոպական եւ միջազգային գործընկերների հետ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, հավելել է Հեբեստրեյտը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Ռուսաստանի մասնակցությունը Հյուսիսային հոսք եւ Հյուսիսային հոսք 2 գազատարների ռմբակոծմանը։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Նրա խոսքով ինքը ճշգրիտ տեղեկություններ ունի այն մասին, թե ով է պատասխանատու գազատարի պայթյունի համար, սակայն նա մեղավորների անունները չի նշել։ Միացյալ Նահանգների ղեկավարը միայն ընդգծել է, որ Ռուսաստանը դրա հետ որևէ կապ չունի։ Թրամփը նաև զգուշացրել է, որ կարող է ցանկացած պահի հարցնել որոշակի մարդկանց այդ մասին առանց հետաքննության վրա մեծ գումարներ ծախսելու։ Պակիստանն իր դեմ ագրեսիայի դեպքում հակահարված կտա։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Պակիստանի մշտական ներկայացուցիչ Ասիմ Իֆթիհար Ահմեդը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Եթե տեղի ունենա ագրեսիայի որևէ գործողություն, որևէ սադրանք, ապա ակնհայտ է, որ ինչպես ցանկացած այլ երկիր, մենք ունենք ինքնապաշտպանության իրավունք, ինչը համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, ասել է նա։ Դիվանագետը նշել է, որ Պակիստանը խաղաղություն է ուզում, բայց դրա հետ մեկտեղ ցանկացած ագրեսիա զսպելու հնարավորություններ ունի։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը պատրաստ է նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Պատգամավոր Հայկ Մամիջանյանը ներկայացրել է Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավորների պատասխանը ՀՀ քաղաքացի Էդգար Ղազարյանի նամակին Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու վերաբերյալ։ Պատասխան նամակի թղթային տարբերակը ուղարկվել է հետադարձ հասցեով, հայտնել է Մամիջանյանը։ Գիշերը հրկիզել են Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան։ Գևորգը մեզ պատմեց, որ արթնացել են մեքենային հարվածի աղմուկից, փաստորեն ապակին ջարդել են եւ այրվող բենզինով շիշը նետել են մեքենայի մեջ։ Սա Գևորգի կնոջ մեքենան է, հայտնել է Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերով։ Գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որն իրականացվել է հրկիզմամբ, պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Հովհաննես Իշխանյանը Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում խոսելով քաղաքական ղեկավարների կողմից հնչող ատելության խոսքի մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին համեմատել է Հիտլերի հետ։ Այս 5 տարիների ընթացքում քաղաքացիական պայմանագիրի ատելության խոսքը 2 ուղղությամբ է եղել երեք ուղղությամբ քաղաքական գործունեության համար, նույնիսկ Հիտլերի բառապաշարն է օգտագործել ամենաբարձր մակարդակով։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական հակառակորդներին կոչել է բացիլ, ինչը անում էր Հիտլերը հրեաների դեմ, մյուսը դատական իշխանության հանդեպ է այդ ատելության խոսքը ահավոր մեծ մասշտաբի եղել, հիշում եք վնգստացող դատավորներ, տերեր են գտնում կրկին ամենաբարձր մակարդակով եւ արցախցիների հանդեպ այս համակարգային ատելությունը, որը տեղի ունենում մինչեւ հիմա։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը եւ ելքը։ Մասնավորապես վրացական կողմի մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապն այդ տարածքում, ինչի պատճառով որոշ ժամանակով չի գործի անցակետը։
Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ Գոգավան Գուգութի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկության կազմակերպումից մինչև ինտերնետային կապի վերականգնումը։ Աշտարոց դեպքեր, որին պետք է հետևեր պաշտոնից հեռացումը։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, անդրադառնալով Նոր-Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ թաղապետը ծեծի էր ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Արտառոց դեպք է իրոք, որին պետք է հետևեր սույն անձի պաշտոնից հեռացումը հենց այդ պահից, այսինքն որ ինքը իրեն այնտեղ պահում էր, բայց մենք ինչ տեսանք, մենք տեսանք, որ դատապարտողները շատ քիչ էին, հատկապես որ ասենք իշխող ուժը պետք է առաջին հերթին դատապարտեր բռնությունը, բայց ՔՊ-ի հայտարարությունը, այսպես ասած, ավելի շատ աջակցում էին բռնարարին, քան թե դատապարտում էին։ Հայերի Լեռնային Ղարաբաղ անվտանգ եւ արժանապատի վերադառնալու իրավունքն անտեսվել է։ Այս մասին ասված է Amnesty International-ի Մարդու իրավունքների վիճակը աշխարհում 2025 թվականի ապրիլյան զեկույցում։ Ավելի վաղ ԵԽԽՎ-ն կրկին մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակմանն առնչվող մարդասիրական եւ մարդու իրավունքների լուրջ հետևանքները չճանաչելու կապակցությամբ։ ԵԽԽՎ-ն կրկին դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունը, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության ավելի քան 100,000 մարդու տեղահանմանը դեպի Հայաստան։ Նրանց անվտանգ եւ արժանապատի վերադարձի իրավունքն անտեսվել է, ասված է զեկույցում։ Տեղի ունեցել Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատական նիստը հաջորդ դատական ֆարսը տեղի կունենա մայիսի 8-ին։ Նրանց մեղադրում են կեղծ հոդվածներով ահաբեկչության, ռազմական հանցագործությունների, ցեղասպանության եւ այլ հանցանքների համար։ ԱՄՆ-ի իշխանությունները կվճարեն անօրինական միգրանտներին տուն վերադառնալու տոմսերի համար եւ նրանց յուրաքանչյուրին կտրամադրեն $1,000, եթե նրանք հաստատան իրենց մեկնումը երկրից, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը։ Վճարումը ստանալ ցանկացող միգրանտները պետք է գրանցվեն CBP Home բջջային հավելվածում, ներկայացնեն մեկնման ծանուցում եւ հաստատեն, որ լքում են Միացյալ Նահանգները։ Դրանից հետո նրանց կփոխանցվի միանվագ $1,000։ Եթե դուք անօրինական կերպով գտնվում եք Միացյալ Նահանգներում, ինքնաարտաքսումը ձերբակալությունից խուսափելու լավագույն, ամենաապահով եւ ամենաարդյունավետ միջոցն է։ Fox News-ին ասել է ԱՄՆ անվտանգության դեպարտամենտի հանձնակատար Քրիստի Նոեմը։ Ռումինիայի վարչապետ Մարսել Չոլակուն հայտարարել է, որ հրաժարական է տալիս կաբինետի ղեկավարի պաշտոնից, իսկ նրա գլխավորած սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը լքում է իշխող կոալիցիաները։ Ռումինիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 1-ին։ Իշխող կոալիցիա կազմեցին Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Ազգային լիբերալ կուսակցությունը, Ռումինիայում հունգարացիների դեմոկրատական միությունը եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Կոալիցիան նախագահի պաշտոնում առաջադրեց Սենատի նախկին նախագահ Գրին Անտոնենսկուին։ Մայիսի 4-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում վերջինը զբաղեցրեց 3-րդ տեղը։ Ուկրաինայի Կիրովոգրադի, Չերկասիի, Պոլտավայի, Սումի եւ Խարկովի մարզերում երկուշաբթի օրը կրկին հայտարարվել է օդային հարձակման տագնապի ռեժիմ։ Ըստ երկրի թվային վերափոխման նախարարության առցանց քարտեզի տվյալների, աղբյուրի տվյալներով Խարկովի մարզում տագնապը հնչում է արդեն 15 րոպե։ Ժամը 18:47-ին տագնապը տարածվել է մնացած շրջանների վրա։ Գազայի հատվածում Իսրայելի նոր հարձակումը կլինի ինտենսիվ ռազմական գործողություն, որի նպատակն է հաղթել պաղեստինյան արմատական Համաս շարժմանը։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Բնակչությունը կտեղահանվի սեփական պաշտպանության համար, գրել են Նեթանյահուն։ Նա չի մանրամասնել, թե Գազայի որ մասում են տեղի ունենալու մարտերը։ Նրա խոսքով ինքը ճշգրիտ տեղեկություններ ունի այն մասին, թե ով է պատասխանատու Գազատարի պայթյունի համար, սակայն նա մեղավորների անունները չնշեց։ Պետության ղեկավարը միայն ընդգծեց, որ Ռուսաստանը դրա հետ որևէ կապ չունի։ Թրամփը նաև զգուշացրել է, որ կարող է ցանկացած պահի հարցնել որոշակի մարդկանց այդ մասին առանց հետաքննության վրա մեծ գումարներ ծախսելու։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Գազայի հատվածի բնակիչներին օգնել սննդով։ Մենք մտադիր ենք օգնել Գազայի բնակչությանը սնունդ ստանալու համար։ Մարդիկ սոված են եւ մենք պատրաստվում ենք օգնել նրանց սնունդ ստանալ, ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։ Գազայի հատվածում շատ մարդիկ շատ վատ են ապրում, եթե նայեք, Համասը դա անհնար է դարձնում, քանի որ նրանք տանում են այն ամենը, ինչ բերվում է անկլավ, բայց մենք պատրաստվում ենք օգնել Գազայի ժողովրդին, քանի որ Համասը նրանց հետ շատ վատ է վերաբերվում, հավելել է Թրամփը։ Չեխիան եւ գործընկեր երկրները դիտարկում են մինչեւ 2026 թվականն Ուկրաինային ծանր զինամթերքի մատակարարումը երկարաձգելու հնարավորությունը։ Այս մասին Պրահայում Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է երկրի նախագահ Պետր Պավելը, գրում է Bloomberg-ը։ Պավելը պարզաբանել է, որ սա 11 երկրների կողմից ֆինանսավորվող միջազգային նախաձեռնությունն է։ Նախագծի շրջանակներում մինչեւ 2026 թվականը Ուկրաինան պետք է ստանա 1.8 միլիոն արկ։ Չեխիայի Հանրապետության ղեկավարը նաև զրոյական է գնահատել 2025 թվականին հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները։ Մենք միաժամանակ բանակցում ենք հաջորդ տարվա համար զինամթերքի մատակարարման շուրջ, քանի որ ակնհայտ է, որ այս տարի խաղաղության հասնել հնարավոր չէ, նշել է Պավելը։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից օգտագործվող բաց պիկապ ավտոմեքենան կվերածվի շարժական բժշկական բաժանմունքի եւ կուղարկվի Գազայի հատված։ Այս մասին գրում է Corriere della Sera-ն։ Բարբերականի տվյալներով այս հարցով Պոնտիֆիկոսը դիմել է Երուսաղեմի Կարիտասի կաթոլիկ բարեգործական կազմակերպությանը։ Կազմակերպության շվեդական մասաճյուղն աշխատում է Փոփե մոբիլի փոխակերպման վրա։ Պիկապը հագեցած կլինի թեստերի եւ ախտորոշման անցկացման համար նախատեսված սարքավորումներով, առաջին օգնության հավաքածուով եւ դեղորայքի պահպանման սառնարանով։ Դա հնարավորություն կտա օգնություն ցուցաբերել այն երեխաներին, ովքեր մուտք չունեն հիվանդանոցներ։ Ինչպես նշվում է հոդվածում, մեքենան գազը կհասցվի Իսրայելի կողմից արգելափակված հումանիտար միջանցքների բացվելուն պես։ Ֆրանսիայի ոստիկանությունը հետաքննում է մի շարք առևանգումներ, որոնք կապված են կրիպտոարժույթի ներդրողների հետ։ Վերջին դեպքում հարձակվողները կտրել են 60-ամյա տղամարդու մատը, նրա միլիոնատեր որդուց փրկագին պահանջելով, այս մասին գրում է The Guardian-ը։ Տղամարդուն առևանգել են հինգշաբթի կեսօրին Փարիզի 14-րդ թաղամասում եւ ստիպողաբար նստեցրել են ավտոմեքենայի մեջ։ 2 օր անց ոստիկանները նրան ազատ են արձակել Փարիզի արվարձաններից մեկում գտնվող տներից մեկից ձերբակալելով 27 տարեկան 5 կասկածյալների։ Տուժողով իր որդու հետ Մալթայում կրիպտո մարքեթինգային ընկերություն ունի, նախկինում սպառնալիքներ է ստացել։ Հարձակվողները պահանջել են 5-ից 7 միլիոն եվրո, սակայն փրկագինը չի վճարվել։ Տուժածը կրիպտոարժույթով հարստություն վաստակած տղամարդու հայրն է, հանցագործությունը կապված է փրկագնի պահանջի հետ, հայտնել են դատախազությունից։ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է արտասահմանյան ֆիլմերի համար 100% մաքսատուրք սահմանելու մասին։ ԱՄՆ նախագահը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ արտասահմանյան կինոն անվանելով վտանգ ազգային անվտանգությանը, փոխանցում է TASS-ը։ Ամերիկյան կինոարդյունաբերությունը արագորեն մահանում է։ Այլ երկրներ հրապուրում են մեր ռեժիսորներին եւ ստուդիաներին, առաջարկելով խթաններ։ Հոլիվուդը եւ ԱՄՆ-ն այլ արդյունաբերությունները սնանկանում են։ Սա ծրագրված հարձակում է, որը վտանգում է անվտանգության ռիսկերը եւ քարոզչություն է տարածում, ասել է Թրամփը։ Նախագահը հանձնարարել է առևտրի նախարարությանը եւ ԱՄՆ առևտրային ներկայացուցչին անհապաղ սկսել բոլոր արտասահմանյան ֆիլմերի համար մաքսատուրք սահմանելու գործընթացը։ Մենք թույլ չենք տա, որ այլ մարդկանց պատմությունները խարխլեն մեր արժեքները, հավելել է նա։ Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջև հազվագյուտ հողային մետաղների գործարքը վերլուծություն է պահանջում։ Այս մասին ճեպազորույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այստեղ մենք պետք է վերլուծենք համաձայնագիրն ինքնին, ճիշտ ասած, ես ծանոթ չեմ տեքստին, քանի որ առանց մանրամասների մեջ մտնելու անհնար է մեկնաբանել այս համաձայնագիրը։ Դեռ լիովին պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը, ասել է Կրեմլի խոսնակը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերադառնում է Սպիտակ տան նախկին ղեկավար Ջո Բայդենի քաղաքականությանը ուկրաինական հակամարտության կարգավորման դժվարությունների ֆոնին։ Այս մասին YouTube-յան դուրան ալիքում հայտարարել է բրիտանացի վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը։ Նա դառնում է Ջո Բայդեն, ընդգծել է փորձագետը։ Մերկուրիսը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թրամփը սկսել է կրկնել իր նախորդի գործողությունները զենք ուղարկելով Ուկրաինա եւ նոր պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի
Վրաստանի դեմ։ Ըստ վերլուծաբանի ԱՄՆ նախագահը ներքաշված է ուկրաինական հակամարտության մեջ, քանի որ չի ցանկանում ցույց տալ իր թուլությունը այն լուծելու, իր խոստումը կատարելու անհնարինության պայմաններում։ Չիլիում 5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամալանկա քաղաքից 18 կիլոմետր հարավ-արևելք, իսկ օջախը 79 կիլոմետր խորության վրա։ Այս պահին զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Իշխանությունները եւ արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են վերահսկել իրավիճակը։ Վրաստանի ոստիկանությունը թմրանյութի մեծ խմբաքանակ է առգրավել Ուկրաինայի 2 ձերբակալված քաղաքացիներից։ Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։ Խուզարկությունների արդյունքում 20-ամյա 2 ուկրաինցիների մոտ հայտնաբերվել է թմրամիջոց մեթադոնի 103 փաթեթ։ Ձերբակալվածները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու եւ պահելու մեջ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ինչպես նաեւ թմրամիջոց պատրաստելու եւ իրացնելու փորձի մեջ։ Դրա համար նրանց սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։ Օրեր առաջ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում ներկայացրած Արմեն Դանիելյանին այսօր ձերբակալել է հակակոռուպցիոն կոմիտեն յուրացումների քրեական վարույթի շրջանակներում։ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին Եվրոմեդիա 24-ին հայտնել է հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Արմլուրեյեմին հասած տեղեկություններով իրավապահները խուզարկել են դատավոր կաշառքի գործով կալանավորված Արտուշ Գաբրիելյանի տունը եւ խոշոր չափի գումար են հայտնաբերել։ Ըստ տեղեկությունների գումարի չափը կազմում է մոտ $550,000։ Նշենք, որ մայիսի 2-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել էր եւ այս պահին գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում։ Բանկային խարդախություններից տուժած քաղաքացիները կառավարության շենքից քայլերթով հասել էին դատախազության շենքի դիմաց։ Նրանք կենտրոնական բանկից պահանջում էին պաշտպանել քաղաքացուն, ոչ թե բանկային շահերը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, թե Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է։ Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը։ Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը ադրբեջանական եֆրեյտոր շպիոնի եւ թուրքական գործակալի կարգավիճակ ունի, եւ նրա արտաբերանքին անդրադառնալը զզվելի է ցանկացած հայ մարդու համար։ Այս մասին հայտնել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ Էրդողանի գիրքը տվեք, գրկի հանգստանա։ Դա իմ քաղաքական կարծիքն է եւ քաղաքական գնահատականը, ասել է Միկոյանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշ պահի կնվազեցնի Չինաստանից լելմուծման մաքսատուրքերը, քանի որ առանց դրա Վաշինգտոնն ու Պեկինը չեն կարողանա միմյանց հետ գործարքներ կնքել։ Նրա խոսքերը մեջբերում է NBC News-ը։ Սակայն Թրամփը չի նշել Չինաստանի համար մաքսատուրքերը նվազեցնելու ժամկետները։ Նրա կարծիքով Պեկինը չափազանց ցանկանում է գործարք կնքել Վաշինգտոնի հետ, քանի որ Չինաստանի տնտեսությունը իբր այժմ շատ վատ վիճակում է։ Թրամփը նախկինում հայտարարել չինական ապրանքների վրա մաքսատուրքեր նվազեցնելու ծրագրերի մասին 145%-ի ցուցանիշն իսկապես շատ բարձր է եւ այն այդ մակարդակում չի մնա։ Այն զգալիորեն կնվազի, բայց 0-ի չի հասնի, խոստացել էր Թրամփը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Նա վստահ է, եթե իմպիչմենտի ծրագիրը մտնի խորհրդարան, կողմ քվեարկողներ չեն լինի։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր քաղաքացիներին։ Նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսների համեմատ այս տարվա հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներն ավել են 14.5%-ով կամ 120 միլիարդ դրամով, հայտնել է Փաշինյանը։ Շնորհակալություն եմ հայտնում աշխատող արդյունք ստեղծող օրենքով սահմանված իրենց հարկային պարտավորությունները կատարող բոլոր քաղաքացիներին եւ այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին, նշել է Փաշինյանը։
Պետաիրավական հանձնաժողովում քննարկման էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Հիմնական զեկուցող նախագծի հեղինակ ԿՊ խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը նշել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը լուրջ խնդիր է նաեւ Հայաստանում։ Падգամավորը նշել է, որ 2023 թվականի ընթացքում ՀՀ իրավապահների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պատրաստուկների հետ կապված հանցագործությունների 5070 դեպք, նախորդ տարվա 2266-ի դիմաց։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները։ Կողմերն անդրադարձել են նաև Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին։ Հայաստանի քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում են մի շարք գազալցակայանների սեփականատերեր Ֆիլիպ Կարապետյանի եւ Նահապետ Գևորգյանի եւ մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները։ Քրեական վարույթներով 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու եւ 5 անձի նկատմամբ այդ գործընթացին օժանդակելու հոդվածներով։ 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, 3-ի նկատմամբ բացակայելու արգելքը եւ գրավը։ 10 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չգիտի արդյոք իրեն պետք է համապատասխանի ԱՄՆ սահմանադրության հոդվածները։ Այս մեկնաբանությունը նա արել է NBC-ին տված հարցազրույցում։ Թրամփին հարցրել են, թե արդյոք քաղաքացիություն չունեցող անձիկ ԱՄՆ սահմանադրության 5-րդ փոփոխության համաձայն պատշաճ գործընթացի իրավունք ունեն։ 5-րդ փոփոխությունը սահմանում է հանցագործության մեջ մեղադրվող անձի իրավունքը օրենքով սահմանված կարգով։ Ես չգիտեմ, ես իրավաբան չեմ, չգիտեմ, պատասխանել է Թրամփը։ Այս պահին երկրի վրա չափավոր մագնիզական փոթորիկ է, որը հավանաբար պետք է ավարտվի առաջիկա օրերին, բայց ուժգնությունը կաճի հաջորդ շաբաթվա կեսերին։ Աստղագիտական կանխատեսողները կարծում են, որ այն կարող է սնուցվել արևի բծերի պայթյունից։ Երկիրը հայտնվել էր 700 կմ/վ արագությամբ ընթացող արեգակնային քամու կարճատև հոսքի մեջ։ Տիեզերական եղանակի հետազոտությունների Spaceweather կայքի գիտնականները զգուշացնում են 4079 անվամբ շատ մեծ արեգակնային բծի մասին։ Այն անկասկած 2025 թվականի ամենամեծ արեգակնային բիծն է, ձգվելով 140,000 կիլոմետր։ Medio Agent կայքում տեղադրված գեոմագնիզական տատանումների գրաֆիկի համաձայն, որն իր կանխատեսումը կազմում է NOAA-ի թեսիս արբանյակային համակարգերի եւ աշխարհի միջազգային գիտական օդերևութաբանական լաբորատորիաների հիման վրա նշում է, որ նարնջագույն գեոմագնիզական փոթորիկ տեղի կունենա մայիսի 5-ին 6-ին, սակայն մայիսի 7-ին դրա ուժգնությունը կաճի մինչև 5 բալ։ Չնայած հաջորդ օրային կրկին կնվազի մինչև 4 միավոր, սակայն տատանումները դրանով չեն ավարտվի, քանի որ մայիսի 10-ին սպասվում է եւս 1-4 բալանոց մագնիզական փոթորիկ։ Իրանը հաջողությամբ փորձարկել է 1200 կիլոմետր հեռահարությամբ նոր բալիստիկ հրթիռ։ Այս մասին ԻՐԻԲ հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նրա խոսքով հրթիռը արձակվել է ավելի քան 1200 կիլոմետր հեռավորությունից, այն ունակ է ճշգրիտ հայտնաբերելու եւ խոցելու թիրախները, ինչպես նաեւ դիմադրում է միջամտությանը։ Նասիրզադեն ընդգծել է, որ Իրանն ունի հրթիռների զգալի պաշար եւ պատրաստ է դրանք օգտագործել առանց վարանելու, եթե իր դեմ ագրեսիա սանձազերծվի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիրակի օրը հայտարարել է, որ կքննարկի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում մայիսի կեսերին թագավորություն այցի ժամանակ հանդիպելու հարցը։ Լրագրողները պետության ղեկավարին հարցրել են, թե արդյոք նա մտադիր է հանդիպել իր ռուս գործընկերոջ հետ իր նախատեսվող շրջագայության ընթացքում։ Չգիտեմ, պետք է մտածենք այդ մասին, պատասխանել է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը հայտարարել էր, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների շփումն անհրաժեշտ է։
Ուկրաինայի պարտությունը հակամարտությունում կարող է փոխել նրա կողմնորոշումը Ամերիկամետից դեպի ավելի չեզոք։ Այս մասին Взглядին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Իվան Լիզանը։ Նրա խոսքով Արևմուտքը տարիներ շարունակ ուժեղացրել է Կիևի ռազմական ներուժը Ռուսաստանին զսպելու համար, սակայն այժմ խուսափում է ընդունել ռազմավարության ձախողումը։ Լիզանը նշել է, որ Ուկրաինայի բնակչությանը վաղուց խոստացել են հաղթանակ տանել Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության աջակցությամբ։ Այժմ արևմտյան լրատվամիջոցները զգուշորեն կոչ են անում Կիևին հաշտվել տարածքային կորուստների հետ, ինչը կարող է հիասթափության պատճառ դառնալ Եվրոպամետ կուրսի նկատմամբ, բարձրաբանել է փորձագետը։ Չինական ընկերություններն իրենց ապրանքները Միացյալ Նահանգներ են առաքում երրորդ երկրների միջոցով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված ներմուծման բարձր մաքսատուրքերը շրջանցելու համար։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը։ Նշվում է, որ չինական սոցիալական ցանցերում գովազդները արտահանողներին առաջարկում են ապրանքներ ուղարկել այնպիսի երկրներ, ինչպիսին է Մալայզիան, որտեղ նրանց կտրամադրվի ծագման նոր վկայական, որից հետո ապրանքները կուղարկվեն ԱՄՆ։ Այնուամենայնիվ, ԱՄՆ առևտրային օրենսդրությունը նշում է, որ եթե ապրանքները առաքվում են երրորդ երկրների միջոցով, դրանք պետք է ենթարկվեն զգալի վերափոխման, նոր ծագման վկայական ստանալու համար։ Սա վերամշակում է կամ արտադրություն, ասվում է հոդվածում։ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև լարվածության աճը մայիսի 5-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի թեմա կլինի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղումանելով Պակիստանի առաքելության աղբյուրին։ Գործակալության տվյալներով Իսլամաբադը պաշտոնապես դիմել է արտակարգ փակ խորհրդակցությունների։ Սպասվում է, որ հանդիպումից հետո լրագրողների համար հայտարարությամբ հանդես կգա ՄԱԿ-ում Պակիստանի մշտական ներկայացուցիչ Ասիմ Իֆթիխար Ահմադը։ Իրանի Մաշհադ քաղաքի մոտոցիկլետների գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում է Ալ-Ալամ հեռուստաալիքը։ Արտակարգ իրավիճակի գոտում տեսանելի են ծխի խիտ ամպեր, տեղում աշխատում են բազմաթիվ հրշեջներ։ Հրդեհի մասին հաղորդվել է մի քանի րոպե առաջ եւ դեպքի վայր են ուղարկվել մի քանի հրշեջ ջոկատներ, ասել է Մաշհադի հրշեջ ծառայության պետ Համիդ Ռեզա Քաֆինիան։ Չինաստանի ժողովրդական հանրապետության նախագահ Սի Ցզինփինը մայիսի 7-ից 10-ը պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, հայտնում է Կրեմլը։ Չինաստանի ժողովրդական հանրապետության առաջնորդը կմասնակցի հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին։ Նա Պուտինի հետ կքննարկի երկու երկրների միջև համապարփակ գործընկերության զարգացման հիմնական հարցերը, ինչպես նաև միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի հարցերը։ Նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքը խիստ չէ իր թոռների հետ։ Ոչ, պատասխանել է Պուտինը Ռոսիա 1 լրագրող Պավել Զարուբինի հարցին, թե արդյոք նա խիստ է իր թոռների հետ։ Պուտինը նաև ասել է, որ իր թոռները կարող են անսպասելիորեն այցելեն իրեն Կրեմլում, բայց նրանք դեռ հասկանում են, որ ես non-stop գրաֆիկ ունեմ։ Նրանք ամեն դեպքում փորձում են նախապես զգուշացնել ինձ, հարցնել, թե երբ կունենամ իրենց տեսնելու ժամանակ, ասել է Պուտինը։ Թուրքիան իր օդային տարածքը չի տրամադրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ինքնաթիռին Ադրբեջան թռիչք կատարելու համար։ Լրագրողներին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին։ Այս մասին հաղորդում է Հաբերթուրքը։ Այն պնդումները, որ Իսրայելի վարչապետի ինքնաթիռին թռիչքի թույլտվություն է տրվել, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Մենք սրա վերաբերյալ որևէ հարցում չենք ստացել, դիվանագետի խոսքերն է մեջբերում պորտալը։ Թուրքիայի նախագահի աշխատակազմին դեզինֆորմացիայի դեմ պայքարի կենտրոնը X Twitter սոցիալական ցանցում պարզաբանում է տարածել, որ Թուրքիան թույլ չի տվել Իսրայելի վարչապետի ինքնաթիռին թռչել երկրի տարածքով։ Խոսք չի կարող լինել մայիսի 7-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Ադրբեջան կատարելիք այցի համար Թուրքիայի օդային տարածքը բացելու մասին, ասվում է հայտարարության մեջ։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հաշտեցումն անխուսափելի է, դա ժամանակի հարց է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ինձ թվում է, որ դա անխուսափելի է, չնայած այն բոլոր ողբերգություններին, որոնց միջով անցնում ենք։ Դա ժամանակի հարց է, ասել է Պուտինը Ռոսիա 1-ի լրագրող Պավել Զարուբինին։ Կադրերը ներառվել են Ռոսիա հեռուստաալիքով հեռարձակվող Ռուսաստան Կրեմլ Պուտին 25 տարի նոր ֆիլմում։
Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում մայիսի 5-ից 3-ը, 6-ին, մայիսի 8-ից 10-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 5-ից 6-ին հորդառատ։ Մայիսի 7-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 5-ից 3-ը, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-ից 10-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ 5-ից 6-ին առանձին վայրերում հորդառատ։ Մայիսի 5-ից 3-ը, 6-ին, 8-ից 10-ին առանձին վայրերում սպասվում է կարկուտ։ Մայիսի 7-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 7-ից 10-ին աստիճանաբար կբարձրանա 4-ից 7 աստիճանով։